Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մի քանի կարևոր բան արձանագրվեց, այսօր դատական նիստը ըստ սկսեցինք դատականությունը եւ եղան բացման խոսքերը։ Մի քանի կարևոր բան արձանագրվեց։ Առաջինը ըստ էության, երբ որ փորձում ենք հասկանանք այդ նախնական հաղորդման մեջ, տկենի հաղորդման մեջ ներկայացված հիմքերը պարզվել են, չեն պարզվել, ինչ է հաստատվել, որովհետև դա հիմքերից մեկն էր։ Ինձ հստակ պատասխան, որ հիմքերն են արձանագրվել, ինչի հիմքեր չկար, ըստ էության, երբ որ ասում են, ինչ որ չկա, ինչից բխում է, որ նշված հիմքերը ըստ էության վերջնական ակտում, այն ակտում, որը հիմա մենք բողոքարկում ենք, չկան, այսինքն գրվել էր sense ինչ որ բան տեքստ, տպավորիչ տեքստ, փորձեմ երկու բանել, sense մեջից ցիտեմ, որ լարման կարգավորման անբավարար վիճակ, խաթարվել է բաները հրազդանի եկի հետ միացած կենտրոնական եւ Շենգավի կենտրոնականների միջև միացում չի իրականացվել Երևանի ջեկի անջատումներ իբրև հեծի մեղքով, Երևանի հեքի բանը վթարն էր իբրև հեծի մեղքով, բայց իտոգում դրանք ընդհանրապես չեն ուսումնասիրվել, պարզվում է։ Այսինքն մենք նորից հարցրեցինք, եւ մենք բարույթի ներկա ենք, բարույթի ժամանակ էլ ենք հարցրել, բայց այստեղ հստակ դատական կարգով արձանագրվեց։ Երկրորդը ինչ գործող օրենսդրության շրջանակներում հարցնում ենք, պարզվում է, որ սա շատ յուրահատուկ վարույթ է։ Ընդ որում յուրահատուկ վարույթը մեկ այլ ավելի յուրահատուկ վարույթի մեջ, որովհետև օրենսդրությունում մենք ունենք վարչահարության հիմունքներ վարչական վարույթ, որը նախատեսում է վարչական վարույթի ընթացքը որպես այդպիսին, օրենքը սահմանում է, որ առանձնահատուկ վարույթներ կարող են լինել, դա ըստ էության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին օրենքով սահմանված վարույթներն են։ Հիմա պարզում է, որ ինչ որ փորձում ենք տեղավորել գործող օրենսդրության մեջ, ասում են սա առանձնահատուկ է, ինչը եւս մեկ անգամ ամրապնդում է այն մոտեցումը ու երկու առանձին մոտեցումներ, որ հետադարձություն են տալիս մի բանի, որը հատուկ գրվել է կոնկրետ գործի համար, ինչը իրենից ենթադրում է մեր սահմանադրության մի շարք հոդվածների, այդ թվում նաեւ 81-82-րդ հոդված, մարդու իրավունքների եվրոպական դատարանի 18-րդ հոդված, խախտում դա ինչ է։ Դա այն է, երբ որ դու փորձում ես ֆորմալ օրենքի միջոցով ինչ-որ սահմանափակում կիրառել, բայց իրականում քո նպատակը այլ է, իսկ այդ որ նպատակը այլ է, էլ ավելի բաց հստակ մի քանի անգամ արձանագրվել է քաղաքական տարբեր ներկայացուցիչների կողմից։ Սահմանադրական դատարանի որոշումը կարող ինչ ելք կունենա այս գործի ընթացքում։ Գործի ընթացքի վրա ըստ էության այնտեղ էթիկան թույլ չի տալիս։ Բերեք sense ասենք, ըստ էության հետևյալն է, Սահմանադրական դատարանը բավականին երկար ու մեծածավալ գրել է, որ էներգետիկան կարևոր որոշ է պետության անվտանգության հետ կապված, ինչի հետ կապված երբևէ որևէ կասկած չէր եղել, եթե դա այդպեսին չլիներ, ընդհանրապես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կարգավորելու խնդիրը չէր կարող բարձրանալ։ Սահմանադրական դատարանը արել է մի քանի շատ հետաքրքիր արձանագրումներ, այդ շատ հետաքրքիր արձանագրումներից մեկը այն է, որ ըստ էության այս վարույթի նպատակը նախապես ներկայացված հաղորդման հանգամանքների պարզելն է։ Այսինքն եւս մեկ անգամ արձանագրել է այն, ինչը որ մենք հիմա բարձրաձայնում ենք, եւ բարձրաձայնել ենք նախկինում, բարձրաձայնել ենք դրանից առաջ։ Բավականին լուրջ խնդիրներ կան, որոշումը քանի որ տրվել է абստրակտ վերահսկողության շրջանակներում եւ դեռևս դատական վերահսկողություն տեղի չէր ունեցել, դատական պրակտիկա չկար, դատարանի կողմից գործի քննություն տեղի չէր ունեցել, որ մի շարք հանգամանքներ ըստ էության հաշվի առնված չեն եւ ենթադրվում է, որ դատական պրակտիկայի շրջանակներում դրանք կարող են շտկվել եւ համապատասխանաբար հակասահմանադրական չի ճանաչել օրենքի այդ դրույթները, բայց երբ որ մենք առաջնորդվում ենք սահմանադրական դատարանի կողմից ներկայացված մոտեցումներով, նույնիսկ այն նրանցով, որոնք բավականին զգուշ են գործընկերը սունցոր ասոցիացիական տիպ չտալիս ավելի ընդլայնվելու, միևնույնն է, դրա շրջանակներում նույնիսկ հստակ երևում է, որ այս վարույթը ոչ իրավաչափ է եւ այդ ստանդարտների կիրառումը սույն վարույթի շրջանակներում ենթադրում է դատարանի կողմից միայն մի որոշում, հայցի բավարարում, վարչական ակտի անվավեր ճանաչել։ Եվ կներեք, եւ 3 հատ էլ հատուկ կարծիք կա, դրանցից միայն մեկն է դեռևս հրապարակվել, են երկու հատուկ կարծիքներն են, երբ որ հրապարակվում են, ինչի մոտ 8 դատավորից ըստ էության 6-ն են ստացվում են, որ հատուկ կարծիք չունեն, երբեք չենք իմանում ինչ ձայներով են քվեարկել, միայն գիտենք, որ հատուկ կարծիք հրապարակվելու դեպքում ենթադրվում է, միշտ չի, որ քվեարկությունը այլ է, բայց որոշումները որ հրապարակեն կիմանանք, բայց մնացածի դեպքում առնվազն ենթադրվում է, որ այստեղ միաձայնություն չի եղել։ Նաև ժամկետների խնդիր կա այս գործում։
որովհետև առաջին նիստում, երբ որ սկսվեց, ասացիք, որ 2 ամսով պիտի քննվի Խնդիրը հետևյալն է, վարչական դատավարության օրենսգիրքը ունի հատուկ կարգավորումներ եւ լիցենզիայի ձեռքելուց, սա լիցենզիայի ձեռքելու հետ կապված գործերը պետք է քննվեն երկամսյա ժամկետում։ 2 ամիս չէ, թե ճիշտ եմ շնորհ։ Հացադիմը ստանալուց հետո երկամսյա ժամկետ։ բայց ոնց որ չեն հասցնում, հա։ Դե այդ ժամկետի մեջ չի հաշվում ըստ էության կասեցված ժամանակը, երբ ասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը, բայց կա ժամկետի խնդիր եւ դրանով է պայմանավորված նաեւ այսօր շաբաթ օրը եւ նաեւ վաղը Կիրակի օրը դատական նիստեր ունենալը, ոնց հասկացանք նաև պետք է դատավորը հասցնի որոշում կայացնի, խնդիրը ոչ միայն ում քննության ժամկետն է, այլ նաև որոշում հրապարակելու ժամկետը։ Առավոտյան մեծ զրույցում Պարոն Ղազանյանը ասաց, որ առանձնապես որևէ ակնկալիքներ չունի ձեր բարակայում։ Ես միշտ ունեմ ակնկալիքներ անկախ ամեն ինչից, ակնկալիքները բաժանվում են 3 մակարդակի, առաջին մակարդակը այն է, որ մեկ ամեր հայցը բավարարվի, իհարկե հասկանում ենք բավականին հստակ միանշանակ քաղաքական ճնշումների ենթատեքստը եւ չեմ կարող այստեղ տենց վարդագույն ակնոցներ չունենք, այդ բառը օգտագործենք։ Երկրորդ ակնկալիքը այն է, որ որոշման մեջ, այսինքն մենք ստանալու ենք այնպիսի որոշում, որը հետագա փուլերում է դարձնելու ակնհայտ։ Հիմա ես վերադառնամ իմ ամեն դեպքում ակնկալիքը կայանում է նրանում, որ մենք ունենանք դատական ակտ, որով մեր բողոքը կբավարարվի ու միշտ այն ակնկալիքը այդպեսին, որովհետև եթե հակառակ դեպքում ուղղակի դատարան գալը կլինի ընդհանրապես անիմաստ։ Բայց կրկնում եմ, նույնիսկ եթե առաջին փուլում դրական արդյունք չես ունենում, ակնկալիքը հետագա փուլերում դա կլինի հայկական ատյաններում, թե միջազգային ատյաններում արդարադատության հասնելն է։ Եվ այս պահին արդեն միջազգային ատյաններում ունենք որոշակի որոշումներ, որոնք իրենց հերթին որոնք իրենց հերթին պայմանական ասած խնդրի լուծում են տնենք, արդեն իսկ արձանագրվել են խախտումներ, կամ խախտում չասեմ, արդեն իսկ միջանկյալ միջոցներ են կիրառվել, որոնք Հայաստանը չի կիրառում եւ արդեն միջազգային ատյաններում գործը բավականին ակտիվ քննության փուլում է։